գլուխը պատին կտա ցանկացած մարդ, ով որ առաջինը քրիստոնեություն ընդունած, դարեր ի վեր հայոց պետականությունը պահած, հայ ժողովրդի ու բանակի ոգին պահած կառույցին, եկեղեցուն կփորձի իր անձնական շահերի համար թիրախավորել, բայց եթե օրինակ եկեղեցականների հետ խնդիր կա, ասենք մարդ կա կուսակրոն չի կամ կուսակրոնա չգիտեմ, դուք եթե իհարկե իրոք մտահոգված եք այդ հարցով, կարող եք այդ հարցը լուծել ոչ հանրային, կարող եք այդ հարցերը լուծել անձնական շփումների միջոցով, կուլիսների հետևում, ոչ, ձեր խնդիրը ադրբեջանցիների հետ, հայ առաքելական սուրբ եկեղեցին ու ամենայն կաթողիկոսին փնովելն է, որովհետև նորից եմ ասում, դուք Կովկասի հոգևոր առաջնորդի մուսուլմանների հոգևոր առաջնորդի հետ սկսել եք մեր առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավ։ Նայեք, Աստված ձեզ պատժելու է։ Մենք շատ փոքր մարդիկ ենք, որ ձեզ կարողանանք պատժել կամ ինչ-որ բան անել Աստծո գործերին մենք չենք կարող խառնվել, բայց Աստված ամեն մեկին տալու է իր մեղքերի, իր գործած չարիքների չափով։ Դուք արժանանալու եք Աստծո ամենադաժան դատաստանին։ Այ դուք սիրում եք սաղմոսներից մեջբերումներ անել, բայց ես վստահ եմ, որ դուք մենակ սաղմոս եք կարդացել ձեր քաղաքական ու անձնական PR-ը անելու համար։ Այ որ Աստվածաշունչ կարդացած ելնեիք, 5 կտակարան 1000 էջից ավել, նոր կտակարան, դուք կիմանայիք, որ Աստծո ահեղ դատաստան կա, որ ոչ մեկ դրանից չի փախնում։ Դուք կարաք երկրից փախնեք, դուք կարաք զոհված զինվորի ծնողից փախնեք, դուք կարաք ընդդիմությունից փախնեք, դուք կարաք ընտրություններից փախնեք, դուք կարաք ձեր արած հանցագործություններից այս կյանքում փախնեք, բայց դուք աշխարհի որ ծայրում լինեք, չեք կարողանալու Աստծո դատաստանից փախչել։